Միակ եւ ճշմարիտ Աստված, մեր արարիչ, մենք գիտակցելով, որ Դու մեր արարիչն ես, Դու մեր ստեղծիչն ես, Քո ներկայության մեջ մենք կխոնարհվենք եւ փառք կտանք Քեզի, կերգրբակենք Քեզի, կպատվենք Քո ներկայությունը, միակ եւ ճշմարիտ Աստված, որ փառքը լեցուցեր է երկինքը եւ երկիրը, Փրկիչ Աստված, ողորմած Աստված, որ բոլոր անոնք, որ Քեզի կկանչեն, Դու կլսես եւ կպատասխանես, բոլոր անոնք, որ Քեզի կհուսան, Դու երբեք ամոթով չես ցկեր իրենց, Դու այսպիսի Աստված ես, արժանի ես, որ բոլոր ազգերը, բոլոր ցեղերը եւ լեզուները տեսնեն Քո փառքդ, Քո փրկությունդ եւ Քո ողորմությունդ, որովհետեւ Դու ես ազգերու Աստվածը, որ 2000 տարի առաջ Քո միածին որդին ուղարկեցիր եւ այնքան սիրեցիր այս աշխարհը, որ Քո միածին որդիդ տվիր, որ ամոր հավատա իրեն չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մենք շնորհակալ ենք Քո փրկության համար, Տեր Հիսուս, որ Քո արյունով ըրիր։ Մենք սրտանց շնորհակալ ենք այս ժամերու համար, որ արիթ ունենք հավաքվելու, բաշտելու Քեզի, լսելու Քո խոսքդ, այդ ժամանակ երբ հուսահատ էինք, Դու մեզի հույս տվիր եւ կշարունակես տալ, այն ժամանակ երբ խավարի մեջ էինք, Դու լուսավորեցիր մեր կյանքը եւ մինչեւ հիմա կշարունակես լուսավորել։ Ամեն մեկս այստեղ մեզի դդողներեն ինչ որ ցևով այցելեցիր մեզի Տեր, ուրիշ մեկն էինք, այսօր ուրիշ մեկն ենք եւ օրեօր ավելի կփոխես քո մեզի, Դու ճշմարիտ Աստված ես։ Եվ Քո խոսքդ կսե այն, որ Դու սկսար, այն գործը, որ Դու սկսար, մինչև վերջ Դու կգրնաս տանել։ Կպատվենք Քեզի, կհարգենք Քեզի եւ շնորհակալ ենք Քեզի ամեն բանի համար, Հայր։ Կհանձնեմ Քո ցերկերուտ մեջ այսօրվա մեր զարայությունը, կխնդրեմ պատրաստես սրտերը իմ եղբայրերուս, քույրերուս, որ այն խոսքը, որ Դու պատրաստել ես, զորությունով քայր իրենց կյանքերը եւ փոփոխություն բերե իմ Աստվածը։ Հիսուս Քրիստոսի անունով գաղութեմ, հալելույա, ամեն, ամեն, հալելույա, զորավոր ձապարեցեք Տիրոջ, ինքը արժանի է, ամեն, հալելույա, հրամեցեք նստեցեք Աստծո քաղցր ներկայության մեջ, ամեն ժամանակ կսեմ, միշտ ալվի դսեմ, որ ավետարանը Աստծո խոսքը ունի զորություն կյանքեր փոխելու, ամեն։ Աստծո խոսքը ողջ խոսք է ժողովուրդ եւ ունի կյանքեր փոխելու զորություն։ Եվ ինչու ասիկա կշեշտեմ, որովհետեւ հիմա դու նստած ես եւ պիտի լսես Աստծո խոսքը, կխնդրեմ ամեն գետրոնացումը տլահոս, ամեն մեկը ծեր դեսագի վես ծեր հարցերը ունի, ծեր ինչուները, ինչվեսները, ես ալ մեջ լալով, չէ, հետսեք։ Ամեն մեկս մեր դեսագի վես, բայց Աստծո խոսքը ունի ամեն ինչին պատասխանը։ Ամեն։ Եվ ես հավատացած եմ, որ այսօրվա զարայությունը գլա այնպիսի զարայություն, որ եթե դու մեկն ես, որ չես ճանչնալ Աստծո, առաջին անգամ այստեղ ես, աղոտ կսե որ ճանչնաս Աստծո, որովհետև Աստված իրականության մեջ այստեղ չէ, Աստված մեր կյանքերում մեջ է, ուր որ մենք կանք։ Ամեն։ Եվ իր ցերկի երգանցուցեր է բոլորիս։ Սիրեներ, այսպես ասեմ, այսօրվա զարայությունն վերջ կհավատամ այդ խոսքը, որ ստացել եմ, Աստուծո մեջ արմություն կա, հուսահատվածները հույսով գլեցվին, որովհետև հատուկ թեման է, որ վերցուցել եմ եւ շատ քրիստոնեային կյանքն է, ինչ որ պիտի խոսիմ իրականության մեջ եւ հիմա դու կհասկանաս ինչի մասին է խոսքը։ Այսօրվա խոսքը ասանք վերնակրերում։ Ելիր աղոթքը չառնագե։ Բոլոր աղոթողները ցերկ տող բարձրացնեն։ Բոլոր գաղոթեք, բոլորս գաղոթենք։ Հիմա գիտես եւ որ աս վերնակիրը գար մտածեցի, որ դու գրնաս ասել, բայց ով արդեն գաղոթեմ, այսինքն
Ես վերնակրել եմ ելիր աղոտ կչարնագե։ Գիտես, որ մեկ աղոտներում մասին է, որ ելիր աղոտ կչարնագե։ Ոչ թե այն բաներուն համար, որ գաղոթես կոր, այլ այն բոլոր աղոտներուն համար, որ պետք է շարունակեիր աղոթես, բայց կես սկերես։ Բոլոր աղոտները, որ հուսահատվեր ես, որ երբ շարունակես։ Իրականության մեջ աղոտքին հավատացող ժողովուրդը, որ մեզ Աստված կսորվեցնե, աղոտքին հավատացող ժողովուրդը իրականության մեջ կտեսնի Աստծո քերբնական ցերկը։ Նայեցեք սիրելիներ, գրնան կսել մեծամասամբ մարդիկ իրենց տեսակի վես, իրենց հավատքով, ինչ որ տեսակով աղոտքի մեջ են, աթհույս ունին, համաձայն ես էդս։ Նույնիսկ Աստուծո մե հերու, Աստծո շիժանցող մարդնալ գրնա համոզված լա իր գունը չի բարգել են հայրմերը ասե վարգի։ Արդու ելլե մի քանի փարս է, գիտես այդ աղոտքի հետ կապված իրականությունը, բայց երբ որ մենք կտեսնենք Աստվածաշունչի մեջ եւ երբ որ մենք կմոդենանք Աստծո եւ կտեսնենք իրականության մեջ աղոտքը ինչ է եւ ինչքան զորություն ունի, իրականության մեջ ամեն բան կփոխվի, բայց կան գիսատ մնացած աղոտներ, կան հիաստապեցնող իրականություններ, համաձայն ես հիաստապեցնող իրականություններ եւ կան շատ իրավիճակներ, բայց այսօր Աստված իր խոսքով քեզի եկել է ասելու ելիր աղոտ կչարնագե։ Եվ մենք հիմա իրականության մեջ պիտի սերդենք Աստծո խոսքեն բաներ, որ գուտա թարմություն, գուտա խիզախություն եւ գուտա զորություն մեզի, որ մեր կյանքի մեջ ինչ որ գիսատ բաներ գա աղոտքի բնակավարի մեջ իդ շարունակվի։ Ամեն։ Եկեք իրար այդ բանանք Ղուկաս ավետարան 18-րդ գլուխ։ Կխնդրեմ ամեն գետրոնացումը տլա Աստծո խոսքին վրա եւ իրար այդ սերդենք Աստծո խոսքը։ Ղուկաս 18-րդ գլուխ, առաջին խոսքեն 8-րդ խոսքը։ Մեկ հատ արագ մնե որ պիտի պատմեմ Հիսուսը կխոսի եւ նայեցեք ինչ հետաքրքիր է։ Անոնց արագ մնա լսավ այս բանին վրայով, թե պետք է ամենադեն աղոտ քնել ու չցանցրանալ։ Նայեցեք հետաքրքիր է որ Աստվածաշունչը երբ որ կխոսի աղոտքի մասին Հիսուսը միշտ շատ կկործածի ամենադենը։ Հիմա հարց ամենադեն ինչպես այսինքն 24 ժամ, չէ, իրականության մեջ այդպես չէ, բայց նաև մենք 24 ժամ ուր որ ենք կրնանք մեր ներսեն դիրոջ հետ լալ, չէ, բայց հոսքս է ամենադեն աղոտ քնել ու չցանցրանալ։ Եվ նայեցեք շարունակենք։ Արագ մը կպատմե։ Ըսավ թադավոր մը գար քաղաքի մեջ, որ Աստուծո մեջ էր վախնար ու մարդը չեր ամշնար։ Գճանշնաս այսպեսի մարդ մը կամ ծանոթ ունիս, մարդ մը գսե թադավոր մը որ Աստուծո մեջ չի վախնար, մարդոց միա չամշնար։ Եվ նույն քաղաքին մեջ որբևարի մնալ գար, որ անոր գուքար ու գսեր։ Իրավունք կրե ինձի ու ազատեզիս իմ ոսոխես, այսինքն իմ տշտամի ես։ Աս մարդը թադավոր է, ունի իշխանություն, զորություն, որ իր տշտամի են ազատե իրեն։ Նայեցեք։ Ժամանակ մը թադավորը չեր ուզեր անոր մտի գնել։ Բայց ետքը ըսավ իր մտքին մեջ, թեև Աստուծո մեջ չեմ վախնար ու մարդը չեմ ամշնար, քոնե այս որբևարին զիս ցանցրացնելուն համար իրեն իրավունք ընեմ։ Ինչ որ կտեսնեք, ուրեմն աս որբևարին առանց ցանցրանալու հագարակ անոր որ միշտ գմերժվեր գոր աստադավորին գոմեն, անունը անիրավ թադավոր է, չեր ցանցրանար գոր միշտ կերտար գոր իդ թադավոր հաջիս, գիտես մեր բարերով հաջիս ինձի ազատ է, հաջիս ինձի ազատ է։ Եվ նայր Քրերը թեև Աստուծո մեջ չեմ վախնար, թադավոր ինքն իրեն խոսելու սկսավ, ու մարդը չեմ ամշնար, քոնե այս որբևարին զիս ցանցրացնելուն համար իրեն իրավունք ունեմ, որբեսի չիկա ամենադեն ինձի թախանցե, ինձի ցանցրացնե, ինձի իմ դեղես անե, ասենք, չէ, ինձի չղայնացնե ուրիշ բարերով։ Գլուխս ցավցնե, լավը ցավ, ամենադեն։ Գսեք որ ուզած ընեմ որբեսի այլևս մեկադա չի լսեմ իրեն։ Եվ նայր, աս ամեն պատմությունը, և հետո դերը գսե, լսեցեք անիրավ թադավորը ինչ գսե։ Հաբա Աստված իր ընտրյալներուն իրավունք պիտի չնե։ Հարց։ Հիսուսը գսե, սիրելի ժողովուրդ երևակայեցեք, որ աս անիրավ թադավորը որ Աստուծո մեջ չի վախնար, at գինը atkan որ խոսեցավ որոշեց իրեն
իր իրավունքը դալ։ Գսե որչապ ավելի Աստված, երևակայեցեք Աստված ինձինքը անիրավ թադավորի հետ գհամեմատե, անաստված մարդու հետ կհամեմատե Աստված ինքն իրեն, եւ գսե որքան ավելի Աստված իր ընտրյալներուն համար, քեզի համար, ինձի համար, բոլոր անոնց համար, որ Աստծո գուհուսան, Աստծո ընդունած են իրենց կյանքերում մեջ եւ Գաբրին Աստծո խոսքով, որքան ավելի Աստված իրենց իրավունք պիտի չի ինե։ Որոնք ցորեկ ու գիշեր իրեն գաղաղագեն։ Եղած է կյանքիդ մեջ նյութի մշուրջ ցորեկ գիշեր շատեր ասան գնելու սկսան, չէ՞։ Եղած է դարիներ բանի համար աղաղագեր ես տիրոջ։ Լուրջ կսեմ շատ աղվոր նյութ մնե որ այսօր պիտի խոսենք։ Նյութ մը գա գրնալալ այսօր։ Գսե ցորեկ ու գիշեր գաղաղագե։ Դերևս դու 24 ժամ չունիս որ ձունգերուց վրա մնաս, բայց կարծնաս որ at աղաղագը ներսդե, կորձի գերտաս որ at աղաղագը ներսդե, գուքաս որ at աղաղագը ներսդե, հոսե, չէ, at գուզեմը, հաջիսը, խնդրանքը, at բաղադանքը, ինչ ասեմ, աղաչանքը Աստծո։ Եվ նա ինչ կսե։ Որոնք ցորեկ ու գիշեր իրեն գաղաղագեն, թեև երգայնամիդալ ըլլա։ Ցեզի գսեմ, թե շուտով անոնց իրավունքը պիտի ինե Աստված։ Բայց որդի մարդու երբ կա Արդյոք հավատ պիտի գտնե երկրի վրա։ Սիրելի ժողովուրդ, Աստված իրավունքի Աստված է։ Ասե իրավունքի Աստված է Աստված։ Այսինքն ինչ ցել գուզեոս, մեգումը իրավունքը դվող Աստված է։ Արդար Աստված է։ Իվես ինչու քիչ առաջ սկսա at բարերով, որովհետև ես այսօր վերնակրել եմ ելիր աղոթքը չշարունակե։ Որովհետև ես գիտեմ, որ ոստեղը մեծամասամբ այնպիսի մարդիկ նստած են, կամ եթե ոչ բոլորը, որ ընդհանրապես դուք գաղոթեք Աստծո։ Բայց ես չեմ եկած այսօր ընդհանրապես ծեր աղոթած աղոթներու մասին խոսելու, այլ խոսելու այն աղոթներու մասին, որ դու հիաստապված ես ատնույթի մեջ այլևս։ Որ ասեմ մեր բարերով ատնույթը քու մորթդ կմաշեցնե գոր այլևս։ Կամ այն ամենը ինչ որ դու պետք է շարունակեիր, բայց այսօր գես մնացել է։ Կամ ընդհանրապես չեմ գիտեր ինչ ընթացքի մեջ է, բայց ես այսօր եկել եմ ասելու ելիր աղոթքը շարունակե։ Բայց գիտես, երբ մտածեցի անոր մասին, թե դու ինչու գիսատ մնացել ես ինչ որ դեղմը, ես մտածեցի հիաստապության մասին։ Որովհետև ամենամեծ դեղ գրավող իրականությունը մարդուն կյանքի մեջ եւ որ ինքը բանեմը գուզե գենալ ամենալուրջ բանը երբ ինքը գիհաստապվի այսինքն ուրիշ բարերով ինքը իր հույսը կգործընծնե իրավիճակի մեջ նյութի մեջ բնակավար որ մեկ բնակավարը կու կյանքիդ մեջ եւ աս խոսքով ուզեցի սկսիլ որովհետեւ գարձես թե մենք շատ ժամանակ at որպե վարի գինիմ մեզ չէ առանց գնալու at վիճակի մեջն ենք Գսկաս ասված չի լսեր որ քեզի կովինիտ միշտ ասնիտը չէ աս վիճակը բայց ինչն է հետաքրքիր որ աս արագով Աստված իր խոսքով գուզե որ հստակացնել լսելով եթե at անիրավ թադավորը այդպես վարվեցավ որչապ իրավունքի Աստվածը պիտի իր ժողովրդին իրավունքը դա եւ Հիսուսը կնմանցնե որ at որբևարին Եվ թադավորի մեջի հարաբերությունը մարդուն եւ Աստծո մեջի իր աղոթքի հարաբերությանը, որովհետեւ որ մենք աղոթ կսենք, սիրեներ գաղաչեմ ցեզի աղոթքը հասկանանք շիդակ, որ մեր եւ Աստծո մեջ հարաբերություն է, ինչպես հայրը իր զավակի հետ, որ դու ուր որես կրնաս աղոթել։ Բայց այո, ես միշտ կշեշտեմ, քանի որ ասիկա լավ է խոսիմ ասոր մասին, որովհետեւ երբ որ շատ ժամանակ մարդոց հետ կխոսիմ եւ աղոթքի նույթ կլա Գսեն գիտես հովիվ հա ես գսեն ջաշեպած ադենս գաղոթեմ հոսկացի գաղոթեմ մոնկացի գաղոթեմ ասիկա շատ լավ է որ մենք ամեն դեր կփորձենք որ Աստծո հետ լալ բայց երբ որ Աստվածաշունչը գխոսի աղոթքի սենյակի մասին որ դու առանցնանաս իր հետը ադիգա դարբեր իրականություն մնա եւ դարբեր ծեվի Աստծո գամքը գա այդտեղ ադորամար սիրեներ ծեր աղոթքի սենյակին սկուշրեք որովհետեւ սատանան ամենաշատ գուզե հարվածել այդտեղ ցեզի Եվ հիմա շարունակենք սիրեներ։
ելիր աղոթքը չշարունակե։ Եվ այսօր պիտի քննենք մի քանի գետեր իրականության մեջ սիրելիներ գիտեք լման սրդես մեկ բան գուզեմ որ Տուն որ հոստնստերես մարդիկ որ մեզի գտիդեն ես նույնպես Աստծո խոսքը իրականության մեջ որ Աստծո գիտությունն է Աստծո խոսքն է որ գարաշնորհտե մարդուն Աստծո կամքի համաձայն ասի շատ հստակ է մեզի համար Եվ երբ որ քու կյանքիդ մեջ բամը հստակացած չլար պետք եղածին պես հստակալ արդյունքներ չես տեսներ Ինչու որովհետև հիմա մենք երբ որ խոսենք աղոթքի մասին նայեցեք քիչ առաջ ասի որ այսօր աղոթք արդահայտությունը այնքան հրճագավոր է եւ ցանոթ է որ լման նույնիսկ աստուծմե հերու մարդումը երբ ասես գաղոթես գրնալալ անանք պատասխանը քեզի որ ասանք ինչ սել է ադիգա այսինքն չէ ինչ կխոսից կոր ես ամեն իրգուն իմ հայրմերը սկսեմ ադիալ լավ է Ես եւ որ Աստծո չէի ճանչնար ամեն իրգուն հայրմերն ալ չերեսեր լման չի գար ադա լավ է ուրեմն բայց ինչն է հարցը եկեք հարցերու մասին խոսենք եւ լուծումներու մասին խոսենք որովհետեւ հիմա որ դու նստած ես եւ լսեցիր ելիր շարնագե ամեն մեկդ ես հիմա որ գտեստեմ գործեզի ես ամեն բան չեմ գիտեր բայց Աստված գիտե եւ հիմա քեզի գնայե գոր Աստված գիտես ամեն ինչ հստակ է իր առջև ես որ ելիր շարնագե եսի դու գիտես այդ դժվարությունը կամ այդ հարցը որ քու դժվարիտ եկավ հովիվ բես գիտնաս ինչպես շարնագեմ չէ այդ ես որ եկերեմ քեզի սելու շարնագե ես չեմ գիտեր ինչ հարցի մասին կխոսեմ որ քու կյանքիդ մեջ այդ հարցը որ դու գրնալալ դարիները գաղոթես կոր կամ մեկ շաբաթ գաղոթես կոր կամ 3 օր գաղոթես կոր բայց շատ ծանր է Եվ իրականության մեջ ես եկել եմ քեզի սելու ելիր շարնագե, բայց ես ասի ելիր շարնագե, բայց դու ես որ մորթիդ վրա գսկաս կոր այդ դժվարությունը։ Բայց Աստծո խոսքով ես եկած եմ այսօր խոսելու մի քանի գետերու մասին, որ քեզի պիտի դա այդ զորությունը որ դու ելես շարնագես։ Ամեն։ Եկեք իրար հետ գարտանք Հակոբոս 4-րդ գլուխ առաջին խոսքեն։ Ուրգեն բادرազները եւ ուրգե գրիվները ծեր մեջ Չէ որ ծեր ցանկություններ են որոնք ծեր անդամներու մեջ կբادرազմին Գցանգակ ու ճունիկ գսպաննեք ու գնախանցիկ եւ չեք կրնար ծեր ուզածին հասնել Գբادرազմիկ ու գգրվիկ բայց ճունիկ Վասնզի չեք խնդրեր Գխնդրեք ու չեք առներ Վասնզի չարար չար գխնդրեք, որբեսի ծեր ցանկություններում բանեցնեք։ Եվ նայեցեք իրականության մեջ Հակոբոս քիրքի մեջ ոստեղը շատ լուրջ արդայդություն մնա այստեղ, որովհետև գսեք որ ուրդեղեն է ծեր մեջ գրիվները, բادرազները, որովհետև գսեք որ ամեն մեկը ծեր ցանկության յետևեն երթալով գուզեք որ ինչ որ բան մցերք բերել եւ այլն, բայց ընդհանուր ասմեր գարտացած են երկու բան կա որ ադոր վրա գուզեմ որ գետրոնալ, որ Շատ հետաքրքիր արդահայտություն մներ, եթե սկացիկ չեմ գիտեր, երկու գետ է ադիգա, մեկադը վասնզի չեք խնդրեր։ Եվ գշարնակ է, գխնդրեք և չեք առներ։ Երկու բան, մեկադը չեք խնդրեր, ասելով չունիք, մեկադնը գխնդրեք չեք առներ, որով հետև, գխնդրեք կոր չար արչար ծեր ցանկություններուն համար։ Երկու բան։ Դու կսկակ ուր գերտագոր կարոզը, մենք պիտի փորձենք աստ նյութը այն հարցի շուրջ թե մեր կյանքի մեջ ինչ աղոթներ կան անպատասխանված կամ ինչու հարցեր կան կամ ինչու ես աշխաբե գզարնեմ գոր թուրը բայց մեկը չի գա կարծես եւ կամ ինչն է որ ինձի հետ պիտի դա հույսը որ ես շարունակեմ պետք եղած եմ բես այսօր Աստծո խոսքը թող լուսապանեմ էզի եւ մենք գիտնանք բաներ գա չի կարելի բաներ գա կարելի եւ ուր է մեր բաժինը Առաջինը սիրելիներ չեք խնդրեր Այսօր վրա պիտի գետրոնամ Ասի ենթա վերնակիր մնե Մենք շատ բաներ գոդարացնենք Աստուծմե Այսինքն նյութեր կա քու կյանքիդ մեջ որ իրականության մեջ պետք էր խոսեիր ադիգա պետք էր խնդրեիր
Բայց կարծես թե ադիգա օդարցը կազես տուն աստուծում է։ Եղած եք ու կյանքիդ մեջ, որ ժամանակ անցեր է բավական, այլևս այնքան հոգներ ես, եւ հետո սկացեր ես օրմը, որ աստուծո տուն ընդհանրապես աստուծո հետ չես խոսած։ Եթե ըսածս ոչ է, շատ լավ է։ Բայց կլա մեր կյանքի մեջ, որ գարձես ինչ որ նյութեր, ինչ որ հարցեր օդար գցենք մենք աստուծո։ Չենք խնդրեր, չենք թիմեր իրեն։ Ադորամար առաջին հարցը սիրելիներ, մեր կյանքի մեջ ոչ մեկ բան օդար բեք չէ լա աստուծո։ Ոչ մեկ հարց բեք չէ օդարը լա աստուծո։ Քեզի համար առաջին եւ վերջին սկզբունքը պետք է լա, որ ամեն բան խոսիս քու երկնավոր հորոտ հետ։ Ադիգա առաջին քայլը պետք է լա եւ վերջին։ Եվ ընթացքի։ Որովհետեւ սկիզբը, ընթացքի եւ վերջը, եթե Աստվածը լատ ամեն ինչի մեջ, դուն օրտնված մարդ կլաս։ Ադորամար թող ասանք ալարմի վեսը լա, ասի քու սրդիդ մեջ, որ փամը օդար թող չի լա քու կյանքիդ մեջ աստուծում է։ Ես եղած եմ իրականության մեջ մեկ հատ հիմա փամը հիշեցի, որ ցավոդ նույնը մեգում հետ կխոսեի գոր։ Եվ ես իրեն հարց մտվի, ասի գաղոթես կոր աստուծին համար։ Գիտես Ատմարտի գեցավ ասանք մտածեց ինքնալ եւ ասավ չէ իրականության մեջ գիտես Հիսուսին սիրող իր սիրտը բաց մարդ իրականության մեջ բայց ասանք կարծես ինքնալ ապշեր չէ իրական չէ չի խոսեց ասնիտը ասանք կարծես ատնյութը օդար էր աստուծո գիտես ամենը վերցուսեր ես տուն եւ ադոր մեջն ես ադորամար Սկուշը լանք սիրելներ, որովհետև Աստվածաշունչը կսկուշացնե որ չեք խնդրեր գսեգոր։ Ադորամար չունիք։ Իսկ երկրորդ կետը գխնդրեք, բայց չեք առներ։ Բաժարը, որովհետև չարարչար գխնդրեք, ձեր ցանկություններում բանեցնելու համար։ Բայց ուրիշ բարերով գուզեմ որ բանը հստակացնել, գխնդրեք ոչ Աստծո կամքի համաձայն բաներ։ Ուրիշ բարերով։ Այսինքն բաներ գուզեք, բաներ գուզեմ շատ ժամանակ, խնդրեմ, բայց ոչ Աստծո կամքի համաձայն։ Կամ կխնդրեմ չարարչար ցանկությունները իրականանալսելով։ Եվ նորեն Աստված կսե ադիալ հարց է։ Հարց է այն ամենը Աստծո առջև ինչ որ իր կամքի համաձայն չէ։ Քու կյանքիդ համար, քու լավին համար։ Եվ ադորամար Աստված այսօր իր խոսքը ունի եւ Աստված կգամենա որ իր կամքը մեր կյանքերում մեջ լա։ Ադորամար սիրելիներ, մանավանդ որ երդասարտներն ասան կդեստեմ որ ցեզի շատ կարեւոր բան ասեմ։ Ամեն երազանք, ամեն ցանկություն, ամեն ինչ թող Աստծո կամքի մեջ լա, Աստծո կամքի համաձայն լա։ Հետսեք սիրելիներ այնինչ որ գխնդրեմ պետք է Աստծո կամքի համաձայն լա եւ հիմա Աստվածաշունչեն դեղը մի դիգարտանք որ ելիր եւ աղոթքը չշարունակեին քեզի շատ պիտոքն է առաջին Հովհաննես 5-րդ գլուխ հոս կնախնդրեմ շատ ագանչներդ լավ բանաս որովհետեւ լուրջ բաներ պիտի լսես առաջին Հովհաննես 5-րդ գլուխ 14-րդ խոսք Սիրելիներ, մենք համարձակություն ունենք անորքով, ասե համարձակություն։ Քանզի գիտենք թե ինչ որ խնդրելու լանք իր կամքին համեմատ պիտի լսե մեզի։ Աստվածաշունչը բանալիներ կուտա մեզի ժողովուրդ։ Գաղաչեմ քեզի լավ լսե, որովհետև հիմա քիչ ետքը ամեն մեկս պիտի երթանք մեր կյանքով։ Բայց տուն եւ որ գմնաս մինակ Աստծո հետ տուն ասամ մեն ինչին պետք ունիս լավ լսե Աստվածաշունչը գսե մենք համարձակություն ունենք Աստծո առջև ուրախ լուր է չէ որ տուն համարձակ կաս Աստծո առջև տուն ուրախանաս չէ որ քու հորմետ բամը պիտի խնդրես եւ ադոր համար համարձակություն ունիս գիտես որ համարձակ կրնաս երթալ իր առջևը գնալ եւ ասել հայր Ասի մեր արորիայի մեջ շատ կլա, չէ՞,
մանավանդ երբ բզդիկ գլանք դես երբ որ պամը գիտես որ քու սիրած դեպ քու ծնողդ պիտի դա քեզի եւ Աստվածաշունչը գսե համարցակություն ունենք անորքով քանզի գիտենք թե ինչ որ խնդրելու լանք իր գամքի համացայն պիտի լսեմեզի եւ եթե գիտնանք թե պիտի լսե ինչ որ խնդրելու լանք ուրեմն գիտնանք թե պիտի առնենք ինչ որ խնդրենք իր մե լավ լգարտացեք ժողովուրդ աս ամենը լուրջ է բայց աս ամեն խոսքի մեջ բանալին հետաքրքիր բան մներ ինչ որ խնդրելու լանք իր գամքին համացան այսինքն ես այսօր եկել եմ քեզի ասելու սիրելիս երբ որ գնաս Աստծո առջև եւ գիտես որ քու սրդինդ եւ քու աղոթքդ Աստծո գամքի համացայն է ամենայն համարցակությամբ կեցիր համարցակությամբ որովհետեւ գիտես որ իր գամքն է եւ համարցակությունը չի բավեր գսե խնդրազնիդ ինքը գլսե եւ անշուշտ պիտի դրվի ցեզի որովհետեւ իր գամքի համացայն է ադիգա օքեյ բայց հովիվ շատ բաներ կա իր գամքի համացայն է եւ ես արդեն երկար ժամանակ է աղոթքի մեջ եմ բայց չի գա պատասխան գասանք բամը չէ խնդանգոր չէ իր գամքի համացայն է թողնա թողլա հաջիս բայց գան իրավիճակներ չէ որ քեզի հույս տամ թեր չէ իրականացած քանի որ իր գամքն է գուզեմ հարց տալ վստահ ես որ իր գամքն է ասի դու մտածես ես չեմ գիտեր կուներսդ ինչ կա վստահ ես որ իր գամքն է ամեն սիրեներ ոստեղը շատ կարևոր էր համարցակությունը որովհետև երբ որ դու համարցակությամբ կգենաս Աստծո առջև ամեն բան դարբեր կլաս սկսի քո կյանքիդ մեջ մենք Աստծո առջև համարցակություն ունենք եթե իր գամքի համացան գեցած ենք իր առջև հիմա եկեք բանանք Մատթեոս ավետարան եւ եղբայրս կխնդրեմ կանավակ է Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ բոլորից զանոթ խոսք նայեցեք ինչ կսե խնդրեցեք եւ իդի դրվի ցեզի փնտրեցեք եւ իդի գտնեք թուրը զարգեք եւ իդի բացվի ցեզի վասնզի ամեն ով որ գխնդրե գառնե եւ ով որ գփնտրե գգտնե եւ ով որ թուրը գզառնե պիտի բացվի անոր բայց ես հետաքրքիր բան ասեմ ասիմ գարտացածս եւ վերի խոսքը եթե իրար հետ գաբենք շատ ուրիշ բաներ կսկսի ելալ նայեցեք խնդրեցեք փնտրեցեք եւ թուրը զարգեք ինչ համարցակությամբ ով է քեզի համարցակություն տվող այդ ամեն ինչ անելուտ ով է քեզի համարցակություն տվողը խնդրելու բաներ փնտրելու բաներ եւ թուրը զառնելու շատ բաներու մեր կյանքին մեջ չէ ինչն է քեզի համարցակություն տվողը ինչու կշեշտեմ որ համարցակություն որովհետև այն համարցակության մասին որ գխոսի որ Աստվածաշունչը ետ դարձ չունի լսե ինձ լավ համարցակություն որ ետ դարձ չունի խնդրեցեք մինչև առնեք դու գիտեք որ շիդակ թարգմանության մեջ նաև այդպես է խնդրեցեք է պիտի դրվի խնդրեցեք մինչև դրվի բայց կարևոր է վերը գարտացածս Հովանես նամակի մեջ եւ վարի որովհետեւ վարը մեզի համարցակություն դվողը որ ես խիզախապար խնդրեմ փնտրեմ այն ամենը ինչ կուզեմ Աստծո գամքի համացայնեն է ես ունիմ համարցակություն ետ դարձի գա պիտի լայ մադի ու ինչ համարցակ ես տունգեցիր հանգչիր քիչ մը ոչ պիտի լադի որովհետեւ ես չի որոշեցի ադի իր գամքն է այն ինչ որ կգադարվի որ հետս աղոտ կսե որ հետս դա գադարվի այն համարցակությունը որ ես ունիմ Աստծո առջև խնդրելու բաներ փնտրելու բաներ եւ զառնելու թուրը այն ամեն ինչի համար որ իր գամքն է ինձ գուտա համարցակություն
երթալու մինչև վերջ, ելիր աղոթքը չշարունակե։ Ինչու, ինչ համարձակություն ունիս, ելիր աղոթքը չշարունակե, նայիր ինչն է Աստծո գամքը ասնյութին մեջ, ելիր։ Ինչ է Աստծո գամքը ասնյութին մեջ, որ դու հիմա աղոթքի մեջ ես, ես չեմ գիտեր, լսե, կնա կդիր, լսե ինձ, եթե քո մեջդ կասկած գա, որ չեմ գիտեր, որ ասնյութին մեջ ճիշտ ինչն է իր գամքը, իմ քաշալերական խոսքս է քեզի, կդիր իր գամքը, որովհետեւ շատ համարձակ կենաս աղոթքի մեջ։ Այնպիսի համարձակություն, որ ետ դարձ չգիտեր։ Ուրիշ բառերով ասեմ, վայրի համարձակություն։ Որ ասի իմն է վերջ, լսե, երբ որ քեզի է, քո անունից վրան է, քեզի է, դու ունիս ամեն համարձակությունը անելու, ամեն բան առնելու ադի։ Եվ ասի կյանքի մեջ էլ այսպես է։ Սկսիր մտածել կխնդրեմ։ Իմ դուն աղոթքի դու միտգոչվի Աստված գսե, եւ այսօր ես ասեմ ցեզի հրճագեմ ասի մարգարեական, որ ճշմարիտ աղոթողներ բարձրացնե Աստված իր դան մեջ, որ ունին համարձակություն վերցնելու բաներ, որ իրենց է, հասկացեք ժողովուրդ։ Գիտեք մեր դժբախտությունը ուր է։ Մենք շատ ժամանակ կխնդրենք եւ կփնտրենք բաներ, որ արդեն մերն է։ Կաղաղենք բաներու համար, որ արդեն մերն է, ադի բարձրապես պետք է առնենք։ Դու գիտեք ինչ գրված է Սաղմոսին մեջ, որ Աստված հաստատեց իր խոսքը երկնքի մեջ, եւ Աստծո խոսքը հաստատ է Հավիդյան, եւ գրված է երկինքը եւ երկիրը կանցնի, բայց իմ խոսքը չանցնիր, Աստծո խոսքը հաստատված է Հավիդյան, կմնա մեկ բան, քեզինը անես։ Քեզինը անես ադիգա։ Ինչ կապ ունի ասա մեն աղոթքի հետ սիրեներ, որովհետև դու պիտի գիտնաս Աստծո կամքը այդ իրավիճակի մեջ։ Չեմ գիտեր, շատ բաներ կա, անձնական հարցեր քո կյանքիդ մեջ, շուրջդ հարցեր, քովդ հարցեր, չեմ գիտեր, որոչափ հերու է, որոչափ մոդ է, բայց քեզի գեհդակրե, ադորամար տուն գաղոթես կոր, լսեցեք, կդեք Աստծո կամքը այդ հարցին մեջ, եւ քացեք համարձակությունով արջև, ելիր աղոթքը չշարունակե։ Ամենաշատ բանը, որ սրտիս մեջ զանացել է ընտանիքիդ համար, ինչ է Աստծո կամքը աս իրավիճակին համար, ընտանիքիդ մեջ, քո անձնական կյանքիդ մեջ, չիցքես, Աստծո կամքն է համարձակություն ունիս։ Ինչի մասին կխոսիմ ես, որ թուն չի գիսած քեզ աղաչանքդ Աստծո առջև, թեր չունիս, թեր չէ պատասխանված, ադոր համար բիտ չարնագես, ադոր համար, եւ որ պատասխանվի վերջացած է ամեն ինչ, բայց նայեցեք շարունակենք, ուրեմն ասե մտածի ասոր մասին, որ երեք բան կա, որ զորություն ունի, խնդրելու մեջ, փնտրելու մեջ եւ դուրս առնելու մեջ, որովհետև այն ժամանակ կսեք որ Աստված երբ դու կխնդրես գդրվի քեզի եւ ես ցեզի ասեմ շատ ժամանակ չունենք որովհետև չենք խնդրեր ուրիշ պատճառով որովհետև նախանցախնդիր չենք գա կյանքիդ մեջ բաներ ասանք բիդը լանե թողլա բիչը լանե թող չլա գա բաներ գա բիդը լանե թողլա բիչը լանե թող չլա դու գիտեք որ մենք շատ ժամանակ մենք Աստծո օրտնություններուն հանդեպ Աստծո գամքին հետ խոստումներուն հանդեպ ասանք կվարվենք Լանը լավ գլա, բայց սիր չունիմ ադորամար։ Եգեր եմ կաչալերու կեզի։ Եվ այսպիսով սիրեներ, անցինք ուրիշ պուլ աս թեմային մեջ, որ պայցով գսկսի։ Ինչ խոսեսանք մինչև հիմա, միտքը դե։ Արդուն ես, ասանք նախատասչումը, որ Աստծո խոսքեն էր, պայց, որդի մարդու երբ կա, արդյոք հավատ պիտի կտնե երկրի վրա, աս հետաքրքիր
արդահայտությունը վերջին դեղը շատ հետաքրքիր էր, չէ՞, որ Հիսուսը ամեն ինչի մասին խոսեցավ, եւ ես շատ կսիրեմ Հիսուսի այս փայցերը, որ դες ասենք քեզի անակ մեկ իրավիճակի մեջ կցկե, որ դու շատ մտածես ադոր մասին։ Ինչու գիտես, որովհետեւ ինչ որ մինչեւ հիմա խոսեցա, ամեն հալելույա, փայց, արդյոք հավատք ունիս աս ամեն ինչին անտեպ։ Հետաքրքիր է։ Իրար հետ գարտանք Մարգոս ավետարան 11։ Սիրելիներ, այսօր դուք լուրջ կրնակ այնպիսի բաներ վերցնել, որ ձեր աղոթքի կյանքը կփոխվի եւ ձեր կյանքը կփոխվի։ Նայեցեք ինչ կսեմ Մարգոս ավետարանի մեջ։ Այսօր համար գսեմ ցեզի։ Ինչ բան որ աղոթքով կխնդրեք, հավատացեք թե պիտի առնեք եւ պիտի ըլլա ցեզի։ Վստահ իր գամքի համաձայն, չէ՞ քիչ աճ կարտացինք։ Եվ հիմա ոնց նայեցեք ինչ գրված է։ Հավատացեք թե պիտի առնեք եւ պիտի ըլլա ցեզի։ Ես կուզեմ որ ոնց մեջ բերել հետաքրքրական բանը, որ սիրելիներ հավատքը ամեն ժամանակ ներգայի մասին է, հիմա։ Իսկ հույսը ապակայի մասին է։ Երբ որ հոս Աստվածաշունչը գսեք որ երբ որ աղոթքի կգենաք հավատացեք որ պիտի առնեք, եթե հավատացեք որ պիտի առնեք, այսինքն հիմա եթե էսեր որ հույս ունեցեք, օր մը կգադարվի ադիգա։ Եվ Աստվածաշունչը կսորվեցնե որ հոս որ ամեն ինչ որ իմ գամքի համաձայն է գսե Աստված, հավատացեք որ աղոթքով պիտի առնեք։ Այսինքն դու հավատաս որ ադիգա քեզի է արդեն առանց տեսնելու։ Հույսը ամեն ժամանակ վաղվա մասին կխոսի։ Հավատքը ամեն ժամանակ ներգայի մասին կխոսի։ Օրինակ եթե բժշկության մասին մի խոսիմ հետևյալ օրինակն է։ Աստվածաշունչը ինչ կսե, ինչ է Աստծո գամքը մարդուն բժշկության համար։ 2000 տարի առաջ Քրիստոսը վիրավորվեցավ եւ իր վերքերով մենք բժշկված ենք։ Հետևյալ գործողությունն է, ուրեմն, ինչ որ ես կխոսեմ որադոր մասին։ Երբ աղոթքի կգենաս Աստծո առջև բժշկությանդ համար, հետևյալ գործողությունը մի դիգադարվի։ Ես կհավատամ, որ Հիսուսի վերքերով բժշկված եմ։ Նախատասությունը բոլորովին կփոխվի, երբ ասեմ ես Հիսուսի վերքերով պիտի բժշկվիմ։ Արդեն հույս է ասի։ Իսկ հավատքը գսե բժշկված եմ, բայց դեռ դու գսկաս կորցավ։ Իսկ հավատքի գործողությունը այն է, որ անդեսանելին դեսանելի ձևով խոսվի։ Եվ այսպես կբացատրվի այս խոսքը, որ ամեն բան, որ աղոթքով կխնդրեք, բժշկության համար կխնդրես, հավատա որ արիր ադի։ Ադի քեզինն է արդեն։ Հիմա բժշկությունը մեկ օրինակ է եւ բեր ուրիշ օրինակներ հիմա։ Բայց լսեցեք, ինչն է քո համարձակության պատճառը։ Ով ես ես եւ տուն որ լսե, ես պիտի բժշկվիմ, ուրիշ ճարը չի գա։ Ով քեզի դվերաս համարձակությունը, եղբայր։ Աստված իր գամքն է որովհետև հասկացար դու ինչպես կրնաս ետ դարձ չունենալ քո ուզած հետ ինչու որովհետև ես գիտեմ որ Աստծո գամքն է ադի իմ չանքս չէ ես չեմ հասկացիր բամը կբարձրանա որ աստեղդ զորավոր Աստծո հավատքը ունեցեք կսե Աստվածաշունչը Եվ դու երբ որ բանի մեջ ես, խնդրանքի մեջ ես, աղաչանքի մեջ ես, աղոթքի մեջ ես, որ իր գամքի համաձայն է, դու շատ կրնաս բարձր խոսիլ եւ մեծ խոսիլ։ Եվ գգդրվի այդ իրականությունը ժողովրդի մեջ են, որ մեծ մի խոսիր, հա։ Վաղ։ Դու Աստծո խոսքը այնքան համարձակ կրնաս խոսիլ, ահա։ Գսե ինչ որ ցերականշներում մեջ լսեք դանիկներեն հայտարարեցեք համարձակ համարձակ Հալելույա Բացկերացնես ինչ ասի Շատ անձնական բան կխոսեմ որ ես սիրելիս ես իրավ չեմ գիտեր ամեն բան քո կյանքիդ
բայց քու կյանքը դու գիտես եւ Աստված գիտե եւ այսօր իմ աղոթքս է սրդանց որ ամեն գիսատ մնացած աղոթքի ընթացք ոտքի ելլե ելիր եւ շարունակե ես քեզի բան ասեմ դու մեկն ես որ չես կեցած լման արդեն կշարունակես կոր բայց աս համարցակությունը գործունեությունս ես ասնույթի մեջ թող կա դիրոջ համարցակությունը քո վրա Այս ատնույթի մեջ բայց ոչ շատ հավատալով ասենք հույս ունես Հիսուսի անունով թող քո հավատքդ վերականգնվի ատնույթին մեջ Ուրիշ բան ասեմ քեզի դարիներ առաջ բաներ խոսեր ես համարցակ Աստծո գամքի համացայն բայց արդեն դարիներ վերջ դու չես դեսներ որ այդ ամենը շատ բղդոր է քեզի համար ես քեզի մարգարեական գսեմ որ Աստծո խոսքը զորավոր է եւ Աստծո խոսքը ողջ է որ իրականանա դեղդ մնա Այնինչ որ խոսեր ես ես չեմ գիտել լուրջ կսեմ եւ ինչ որ ներսես կսկամ որ եթե մեկում կխոսիմ որ հիմա Հիսուս դարիներ առաջ խոսեր ես համարցակ օրեր ունեցեր ես ժամեր ունեցեր ես որ շատ համարցակ եղեր ես ատնույթին մեջ բայց այսօր գործունեությունս ես այդ ամենը ես քեզի այսօր եկել եմ ասելու ելիր եւ շարունակե Աստծո կամքը կմնա Աստծո խոսքը հաստատված է երկնքի մեջ եւ եթե ադիկա քո ընտանիքը դեր շարունակե ադորմասին եթե քո ֆիզիկական հարցը դե շարունակե ադորմասին ֆինանսական հարցը դե չեմ գիտեր ինչ հարց է Պնդրի Աստծո գամքը եւ Աստծո գամքը թող քեզի համար հենարանը լա որ դու համարցակ խոսիս եւ ասես ինչ որ պետք է ինձինը մի դե լա մի դաղոթեմ ադորամար ես բիչի հոգնիմ խնդրել են արդար իրավունքի Աստվածը իր ժողովրդին իրավունք կգուտա Օ հալելույա Եվ այսպիսով շարունակենք Եբրայեցիս 11-ը անոր մասին կխոսի, որ ես խոսեցա եւ գսե արդ հավատքը հուսացված բաներուն հաստատությունը ու չերևցած բաներուն ապացույցն է Մեկ հատ ասեմ հավատքը հուսացված բաներուն հաստատությունն է Այսինքն այն ամեն ինչի համար որ դու հույս ունիս վաղվա հավատքը գբերը գսե կատարվեցավ Այդ ամեն ինչին հաստատությունը գուտա ինքը Ադորամար նաև աղոթքս է ամեն ինչ որ քո կյանքիդ մեջ հույս է դառնա հավատքի Հիսուսի անունով Դու գսկաս որ ինչ կլա գոր ժողովուրդ աղոթքի սենյակիդ մեջ մի դե լաս ամենա Ես հաջիս չեմ ուզեր խոսիմ ամենս ես երտաս ամեն ինչ մորցած ես գաղա չեմ քեզի գլա Խոսինք որ բաներ փոխվի Ար քեզինը ռեաս խոսածներս Հաջիս Այո, ինչու ասանք գսեմ որ որովհետև սրդիս խոսքը որ քեզի գսեմ որ նաև Աստուծմե Աստված գուզե որ փոխվի ինչ որ բան կյանքիդ մեջ Աստված գուզե որ զորացնել քո դգարացած ցերքերդ հուսահատված միտքդ թույլցած ոտքերդ Ահավասիկ ով է մեր Աստված Թարմության Աստված է, նորոգող Աստված է եւ գսե ինձի հուսացող ժողովրդին ուժը արձիվի պես պիտի նորոգվի Այսինքն ասել գուզե որ նաև որ ինձի հուսացող ժողովուրդը նաև գողոքնի փայծ պիտի նորոգվի Եվ իրենք պիտի վազեն եւ պիտի չհոգնեն Հալելույա Եվ հիմա ուրիշ գետմը նույն համարին շուրջ Ես կհավատամ որ դու օրտնված ես եւ կվերցնես քո բաները Ես կուզեմ որ հավատալ ադոր հիմա Եվ նայր ինչ գրված է որ գսե հավատացեք թե պիտի առնեք աստուտին շուրջ որ դու կաղոթեք կոր Սիրեներ կարևոր բան ասեմ Առանցնացած հավատքի պետք ունիս դու այն բանի համար որ դու կաղոթես կոր Ինչ սել ուզեցի Այսինքն երբ որ ես քեզի կամ ասեմ գավադաս այս բանին համար Ընդհանրապես քո պատասխանդ եւ որ ես քեզ ասեմ գավադաս կոր գիտես ընդանուր հավատքի մասին չի խոսիր գոր հոստեղը
այլ գխոսի որ այն բանի մասին, որ դու գաղութես կոր, հավատա ադոր համար։ Այսինքն, դու պիտի առանցնացնես քո հավատքը տատնություն շուրջ, որ դու գաղութես կոր, ընդհանուր քո Աստծո հավատալը չէ ասի։ Հիմա ես էսի բան պատմեմ, որ դու գիտնաք օրը Աստծո զյալիմը, որ շատ օրտնված մարդ էր, հիմա երկինքն է, իրեն բզդիգը գութունավորվի և մահվան շուքին ծորին մեջ կլա ասենք և այս մարդը 6 ժաման տատար գաղոտ է չեր կարեմ բզդիգը կվերաթարնա ողջ առողջ և իրեն կհարցնեն գսեն ինչպես եղավ գիտեք ինչ կպատասխան է գսե պետք էր հավատայի որըլար հարց թուն ով Աստծո մարդ ինչու հավատք չունիս չէ ադի չէ հարցոս ինքը պետք էր աս նյութին շուրջ հավատք ունենար ընդհանուր իր հավատքի կյանքը լավ է աս նյութին շուրջ հավատք պետք է ունենար եղած է կյանքիդ մեջ կամ հիմա գա արդեն քո կյանքիդ մեջ շատ բաներով սլանաս կոր արդեն բայց շատ դեղեր չի գա հավատք չեմ գրնար գոր հավատալ ահավասիկ ադոր մասին է ասի հիմա առանցնացած հավատք աս ինչին համար որ դու գաղութես կոր ընդհանուր քո քրիստոնեական հավատքդ գա փառք Տիրոջ ադոր համար բայց ընթացքին մարդահարավերներու մեջ հարցերու մեջ աս ինչ հարցին մեջ ад ինչ բանը որ գխնդրես կոր ադոր հանդեպ պետք է աշխատցնես հավատքդ փորձե ասածս նայր ինչ կլա հանգարց գրնաս հայտնվի լատ իրականության մեջ, որ դու աստուծի մեջ ընդհանրապես հավատք չունիս։ Եվ ես որ քեզ իսեմ, դու գսես հա ովիվ ամեն։ Դու գիտես ադեներ ինչ ամեններ գա։ Շատ հուսահատված եմ մերած, բայց նորեն ամենը չէ, կարծես թե լավ է։ Լավ չէ, ասեմ քեզի։ Ասանք ամեններ գա նայ, ամեն։ Հալելույա, հալելույա, դես, հիմա դու խնդաս կոր իրական գյանքն է ասի կորձողություն է կը, որ ներսետ կել է։ Աս նույթին շուրջ, շատ մպաներում մեջ ամեն է ասանք ու վիճակըտ, նայր ինձ մեկատ։ Շատ մպաներում մեջ ամեն։ Իմ սազս աս է, հավատացեք այն ինչը որ գխնդրեք կոր աս նույթին շուրջ, որ բիդի արնեք։ Աս մանիմ մեջ հավատա։ Ինչ պիտնես, պիտ աշխատցնես հավատքդ։ Ինչպես կլադի, հավատաս։ Ինչ պետք է ադոր համար տուն նայր։ Այսքան բարզ է։ Լավ, ինչ պետք է հավատալու համար։ Պիտի նայիս Աստծո խոսքի ինչ կսի ատ իրավիճակին համար։ Պիտի հանցնես Տիրոջը, պիտի վստահիս Տիրոջը։ Քու հասկացողությունդ պիտի խոնարեցնես իր հասկացողության առիթ պիտի դաս պիտի նյութը բարձրացնես Տիրոջ առջև եւ պիտի ասես քու կամքդ թողլա պիտի ընտրես հավատալ հիմա հասկացար առանցնացած հավատքը աս նյութին շուրջ դու ընդհանրապես լավ հավատացյալ ես ադի չէ նյութը հիմա որ դու նստեր ես խնդրեմ մտածի ամեն ինչի մասին որ գխոսիմ որով հետեւ ինձի համար հաղթանակ է ադի, որ դու աստուրեն ելես և ինչ որ տեղմը, որ Աստծո գամքի համացայն չեք ու կյանքիդ մեջ, քա Աստծո գամքը այդտեղ։ Կամ ինչ որ տեղմը, որ դու գեցեր ես, բայց պետք է շարունակես աղոթել, ինձի համար հաղթանակ է, որ դու վաղը սկսես ադոր։ Բայց դու կարիք ուներ լսելու, ելիր, շարունակե քեզի համարձակություն տվող Աստվածը մեր հետն է և ինքը ունի կամք այդ ամեն ինչի համար։ Բայց կրնաս հանգարց իրականության մարչև գենալ, եկավ լուրջ պամը, հանգարց կրնաս իրականության մարչև գենալ, որ քու կամքը և իր կամքը նույնը չէ, ասնետին շուրջ, և տուն ամեն պանգներ գոր, որ քու կամքի համացայն ալլա, իսկ այսօր ես եկերեմ քեզ իսելու, քու կամքդ չէ իր կամքը թողլա։ Պետք է լրեյոս։
Քանի փում բայկարը at երկու իրականության մեջ էր։ Ես գիտեմ իր կամքը ասե բայց իր կամքը օրտնյալ է քո կյանքիդ մեջ, թող իր կամքը լա։ Հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն սիրելիներ։ Եվ շարունակենք։ Գուզես շարունակենք։ Հավատք, եկեք Հակոբոս 2-րդ գլուխ 17-րդ խոսք։ Քիչ մի պիտի խոսենք բանիմը մասին, լսե ինչեր, լսե այսօր եկեր ես տուն բացահայտելու բաներ քու կյանքիդ մեջ։ Ուրախ ես։ Բացահայտելու բաներ քու կյանքիդ մեջ։ Հիմա Աստծո խոսքով պիտի օգտեմ քեզի, որ դու տեսնես ինչերու մեջ հավատ իրավ ունիս եւ ինչերու մեջ գործունեություն ես արդեն։ Որովհետեւ պետք է նշանները լա կյանքիդ մեջ եթե հավատ կա եւ նշանները լա եթե հավատ չկա։ Ատնույթին շուրջ նորեն գսեմ առանցինքն է հարցը։ Ընդհանուր քրիստոնեական հավատքիդ մասին չեմ խոսիր, որովհետեւ ադորում է վստահ եմ։ Քրիստոսին թավանելու քո հավատքիդ մասին չի ասա, հասկացար։ Ինչ որ նույնի մշուր, ինչ որ բանի մեջ, ինչ որ կխնդրես կորտուն։ Եվ հիմա եկեք քնություններ անենք։ Հակոբոս 2-րդ գլուխ 17-րդ խոսքը այսպես կսե։ Այսպես ալ հավատքը եթե իրեն հետ կորձ չունենա առանցին մեռած է։ Ասեդս հավատք, կորձ, հավատք եւ կորձ։ Եվ մեկ հատ հետաքրքիր բան ասեմ հետո անցնիմ, որ հոս Հակոբոսը ընդհանուր գխոսի նաև քրիստոնեական մարդու հավատքի կյանքի մասին, որ հավատքի կյանքը առանց կորձելու իրականության մեջ խաբեբայություն է եւ մեռած է։ Այսինքն քրիստոնեական հավատքը նաև ունի իր կորձերը, որ քիչ մը վերը գարտակն է գսե, եւ որ դու անցնես մերգին կովեն եւ իրեն ասես Աստված օրհնե քեզի, բայց իրեն չի դաս պետքը գսե անիմաստ է ադիգա եւ հավատքը առանց կորձի մեռած է։ Քրիստոնեական հավատքի մեջ կմտնե, բայց ինքը որ նաև ընդհանուր գխոսի, ես պիտի առանցնացնեմ մեր անձնական բաներու հետ եւ մտածենք ադոր մասին։ Հիմա Աստված գսե ամեն բան որ քու կյանքիդ մեջ դու ադոր գահավադաս, ինքնաբերաբար ադոր համար կորձեր կան։ Անգլերենով ավելի ավոր իրականության մեջ action գա, act գա, բիդնես բամմա, գնես բամմա։ Եվ ես հիմա պիտի խոսեմ երկու տեսակ բաների մասին, առաջինը նայեցեք ինչն է։ Հավատացած բանիդ համար կորձնական քայլեր։ Սիրելիներ, ասիսեմ, ցերկով ամբայման գրեցեք, այն ինչի համար որ գաղոթեք, բոլոր աղոթողներ, նաև կորձնական բաժինին համար էլ աղոթեցեք եւ փնտրեցեք ադիգա։ Ինչու՞։ Որովհետեւ շատ ժամանակ մեր կյանքերում մեջ թշպախտ իրավիճակի մեջ կլանք մենք, որ բանիմը շուրջ կաղոթենք կոր, բայց կորձնական բաժինը չենք կներգոր։ Այսինքն գա բաներ մեր կյանքի մեջ, որ ադոր համար մենք կաղոթենք եւ նաեւ Աստված գարաշնորհ որ ադոր համար կորձնական քայլեր առնենք, որ աղոթքը պատասխանվի, աղոթքը բայց մենք շատ ժամանակ շատ զայրայղության երթակ, գիտեք ինչի կմտնենք։ Մի անգաղոթենք։ Թող Աստված օգնե քեզ եւ առաջնորդե քեզի, որ պետք եղած ժամանակը շիդա քայլերն առնես կորձնական, քանի որ հավատքը նաև կորձեր ունի։ Գրնալալ ինչ որ նյութիմը շուրջ արդեն տուն աղոթքի մեջ ես եւ Աստված կսե հիմա աս հարցին համար մեկ քայլ աչար։ Աս խոսքը խոսիր։ Ինչ որ հարաբերության համար գաղոթես կոր։ Քու եւ մեկումա համար։ Եվ դու գաղոթես կոր, որ ադիգա փոխվի, որ դիրոց սիրով լեցվի եւ այլն, եւ քու ներսդ անընդհատ ցանգա քնա խոսիր հետը, դու գաղոթես կոր։ Լսե, աղոթքդ պատասխանվեցավ, հիմա քնա խոսիր։ Խոսիր, շարունակի աղոթել։
Կհասկնաս։ Աչ կա, ցախ կա, արջև կա։ Նույն դեղը գնալը շատ անգամ վնաս է։ Հիմա նայեցեք ինչն է բայց հետաքրքիրը։ Գետը որ պիտի գետրոնա մեզ ադոր։ Հավատացած բանից համար կորզնական քայլեր առնել։ Ուրեմն իրավիճակներ կա մեր կյանքի մեջ, որ իրականության մեջ ինչ որ հիմա ես բացատրեցի ադի է, որ Աստվածաշունչը գսե հավատքը առանց գործերու մերած է, իրականության մեջ եթե դու գհավատաս նյութին համացայն, իրավիճակին համացայն, դեղեր կա կորզնական քայլեր կառնես արդեն քանի գհավատաս։ Հիմա պիտի փաստեմ ինչի մասին կխոսիմ գորես։ Հիմա եկեք կարդանք 3-րդ թագավորաց 18-րդ գլուխը, իրավ հասկացիր ինչի մասին է խոսքը։ 18-րդ գլուխ 41-րդ խոսք։ Որ մեկ պատմությունն է ասի, գիտեք Եղիային։ Հիմա նայեցեք։ Լավ մդիգր է նայր ինչ կլաոս։ Եղիա ակահապին ասավ, վեր ելիր, գեր ու խմե, վասնզի անցրևի ոտնացայն գա։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ բավական է արդեն անցրև չեր եկած այս երկրին վրա, եւ հիմա Եղիան անցրևի համար աղոտ պիտն է։ Ժողովուրդ, լսեցեք ինչ պիտի լա։ Ակահապ ուդելու խմելու ելավ, հիմա նայեցեք, Եղիա Գարմեղոս լերը ելավ ու քեդինը ձրեցավ ու երեսը ձունգերու մեջ դրավ։ Ինչ հրավ Եղիան, ինչ թիրք էր իր թիրքը, ձունգիկ եկավ, գլուխը ոտքին մեջ դրավ, ուրիշ բարերով աղոտքի գայնեցավ, չէ, Աստծո առջև։ Եվ նայր ինչ սավ։ Մանչունը սավ, հիմա ել ու ձովուն գողմը կնանա է։ Ով ինչ նգադեց ինչ եղավ։ Եթե չի նգադեցիր բիչս եմ բիչարնագեմ։ Անիգա ելավ, ով մանչ ելավ, նայեցավ ու սավ, պամը չի գա։ Հիմա հետս մտած է Եղիան ձունգի եկած Աստծո առջև գահոթեգոր անցրևի համար։ Գահավադագոր ադոր։ Ադոր համար ինչ հրավ, սավ մանչին, բադանին, սավ կնա նայր ինչ նորություն գա։ Բադանին կնաց եկավ սավ պամը չի գա։ Ասի ինչին գլմանի, տունալ շատ ժամանակ ձունգիտ վրա գուկաս, բայց ասե, հա, համարցակս է, պամը չի գա։ Պայցերը շատ կսիրեմ։ Անիգա ելավ նայեցավ ու սա պամը չի գա։ Ժողովուրդ նայեցեք ինչ եղավ։ Եղիա 7 անգամ նորեն կնա ասավ։ Ու 7-րդ անգամի մանչը ասավ, ահա ձովեն մարդու թատի չապ բզդիկ ամպ մգել է։ Եղիան ասավ, ելիր ակահապին ասե, գարկդ լձե ու իչիր որբեսի անցրևի չպրնվիս։ Մեկ վարգան ժողովուրդ, լոջիկ է դուրս մաներ կգադարվի գորոս։ Նախ և առաջ 7 անգամ գրգեց իրեն, առանց հանցնվելու, ինչ համարձակություն է չէ, 7 անգամ կնան այրը սավ, 7-րդին հաջիս տուն մդած է, որ թուն ես ատ բադանին, դեսար, որ երկինք եմ բզդիկ ամպ մգուկա ապի չապ, այս չապ, իմ ապս քիչ մեծ է, չեմ կերկեզին է, այս չապ ամպ գուկագոր, թուն ընտանավես ատ ամպը դեսնեսն է, միան երկնքի մեջ գսես, ինչ արևոդոր է այսօր, ամպ չի գա, հա, ապի չապ ամպը ուր, ով գդեսն է, Եղիան ինչ ասավ, ասավ կնա ակահապին ասե, գարկը թող պատրաստե, որ անցրևի չպրնվի, չեղած բանի մասին կխոսի գոր մարդը, հավատքը և կործը իրար հետ երևելի են, շարնագենք, մինչև աստին անտին թարնալը նայր ինչ եղավ, երկինք ամբերով սևծավ և հով գար ու սաստիկ անցրև եկավ, ակահապ հեծավ Հեզրայել կնաց, դիրոջը ծերկը Եղիային հետ եղավ ու անիգա իր մեջքը բնտեց ու մինչև Հեզրայելի մուտքը ակահապին արջևեն վազեց։ Ժողովուրդ, բատմությունը, որ հավատքը և կործերը
գծցնե մեր կյանքի մեջ, որովհետև նայեցեք ինչն է հետաքրքիր, որ իր հավատքներ, որ բարդացրեց եւ լսե ինձ, իրեն գարիկը սկացուց, որ բադանինս է քնա նայե մեկ հատ, ինչու քանի հավատագոր բիդլա, քնա նայեր մեկ հատ, բամ մգան օրություն, ադոնամար քիչ առաջի մեր կյանքի մեջ սիրեներ, այն բաները ինչ որ գխնդրենք կոր, գպնդրենք կոր, գաղաղագենք կոր, հավատքին հետ կորձողությունն ալ պնդրեցեք, բայց եթե կորձողություն չի գա, մի խապեք, գրնա հավատքը շլլա ասելով չի գա, որովհետև հավատքը իր հետ կորձողություն ունի, այսինքն եղյային շարժող բանը, որ բադանինս է քնան այր, ինքը գրնար չէ, ձունգերում վրա, մնար մինչև չուրս կար, ինքը հիմա աղոտեց գավադագոր բիդլա քնան այ մեկ հատ ինչ կա նորություն թող Աստված առաջնորդ է ես չեմ գիտեր իրավիճակները որ մեկ իրավիճակի մեջ բայց ամեն անգամ ալ ասանք չէ հետսես ամեն անգամ ալ ասանք չէ բայց ինչու գա ժամանակ հավատքը գա այն ինչին համար որ տուն գաղոտես կոր ասի մեկ հատ լավ նայեցեք ինձի ամենալուրջ դեղերեմ մեկն է օքեյ քիչ առաջի հավատքը եւ նաեւ կորձողությունը եւ տուն հոն ուրախանաս փոփոխություն գուզես կոր արդեն գուզես կոր դեսնել բայց շատ ժամանակ ասանք չէ շատ ժամանակ հավատքը գա աղաչանքը թստակ է բայց ժամանակը չէ ադորամար քայլ վիճարնես Կորզնական բամը չի գա ամենահետաքրքիր եւ ադեներ ոչ հաջելի իրականությունն է ասի մեզի համար չէ որ ես ասի գիտեմ Աստծո գամքն է գուզեմ գոր գահավադամ գոր գաղոթեմ գոր հաջիս մեր բարերով յալլա բայց ժամանակը չէ իսկ հոս ինչ պիտի կատարվի ժողովուրդ հետս ես քանի որ հավատքը գա Եթե կորզնական կայլ չի գա, կոն է, ամբայման, ուզես շուզես, քանի որ հավատքը գա, վերապերմունքդ հավատքիդ համացայն միդելլա։ Չեմ գիտեր եթե հասկացար, նույթիմը շուրջ, որ շիդակ ժամանակը չէ հիմա, բայց տուն եթե գա հավատաս, քու վերապերմունքդ և հավատացածդ միշտ համացայն գլան սիրարեներ։ Այսօր տուն պամը բիտ գիտնաս, ամեն ինչի որ տուն գահավադաս ինչ չապով ադան կվերապերիսատնություն հետ Հիսուս կսե հավադացածիտ չապով գլլակեզի ինքնապերապար ամեն ինչին որ տուն գահավադաս հավատքիտ չապովա գվերապերվիս այսինքն հավադացածիտ չապով գմդածես գխոսիս գվերապերվիս ատ ամեն ինչին Հույսով եմ հասկացակ ազ վերապերմունքի բաժինը Այսինքն ես եթե կամ քեզի իսեմ ինչ որ բանիմը, ինչ որ նյութիմը մեջ որ Աստված այսպես կսե եւ տուն կսես ամեն եւ տուն իմը հավատացիր, գհավատաս քու հավատացածիդ համեմատ գխոսիս քու հավատացածիդ համեմատ գվարվիս եւ ադիգա երևելի գլա քու կյանքիդ մեջ Այսինքն ֆինանսական եթե հարցերու մեջ ես, բայց դու գահավատաս որ Աստված քո հոգադարը դե, քո վարքդ, քո խոսքդ, քո ամեն ինչդ գծցնե քո հավատքդ։ Վերապերմունքդ կամ ուրիշ նյութեր։ Եվ ադորամար Աստվածաշունչը գսե, բայց հավատքին նույն հոգին ունենք, ինչպես գրված է, նայեցեք ինչ գրված է։ Իմ հիմա խոսածս պիտի բացատրվելով տեսնեք։ Հավատացի անոր համար խոսեցա։ Մենք ալ գհավատանք ու անոր համար ալ գխոսինք։ Ուրեմն վերը ուրիշ բան մներ եւ վարը ուրիշ բան մներ։ Վերը ես արդեն խոսեցա կորզնական բաներու մասին։ Բայց հոս որ շատ բաներու ժամանակը չէ Աստուծո գոմեն, բայց ցուն կհավատաս ադիր գամքն է գաղոթես կորադոր համար Տուն ինքնաբերաբար գխոսիսալ հավատքիդ համացայն, գվարվիսալ հավատքիդ համացայն, տուն չունիս, բայց ունեցածի պես գվարվիս։ Տուն տեր բժշկությունը չունիս, բայց ունեցածի պես գվարվիս։ Եվ ես սեզի բամը վգայեմ,
Գենտանի իրական օրինակ մնե իմ կյանքես 2019-ին եւ որ ես դարձի եկա ձունգերու խնդրեմ ունեի եւ ինձի բժիշկները ասած էին որ մի քանի բան կա որ չես կրնարնել շատ վատ գլա քեզի համար մեկը ձունգի քալն է մեկը ցածկիլն է եւ մեկը աստիճան ելնելն է շատ եւ ինչ որ ես ցեզի կուզեմ որ բացատրել հետեւյալն է Ես ինչին կհավատամ որ ադոր համեմատը վերապերմունք պիտի ունենամ իմ կյանքից մեջ պիտի խոսի մադիգա ինքնաբերաբար Ուրեմն ես գիշեմ որ հիմա որ դեսա Աստծո կամքը այն է որ ես բժշկված եմ Տերցավը գար այսինքն ադորերուն Տերցավը գա բայց քրված է բժշկված եմ Ես հավատացի ադոր Եվ հիմա մարդահարավերի արչև եմ Շատ զունգի կալու բաջար ունիմ այլևս 2019-ին կյանքս փոխվեց ավատ կերա զունգի կալու շատ բաջար չունեի Եվ հիմա շատ բաջար ունիմ զունգի կալու Եվ արժանի է այն Աստված որ ես իր արչև զունգի կամ Հիմա ինչ Գեիշեմ Մինչև հիմա Ասեր Ցավը գա Բայց ես հավատքիս համեմատ գործողություններ կառնեի Ինչու որովհետև ես կհավատամ որ ես բժշկված եմ ասի իմ անձնական օրինակս է ես քեզի խոսքով օգնեմ կորզնականը թող Աստված քեզի առաջնորդի օքեյ այսինքն ասիմ դված օրինակով թունքիցիր սխալ այսինքն քայլեր չանես ես ըրի բժիշկ ինձ այնը սխալ է Աստված գսե դու բժշկված ես ես պիտի ընդրություն ունեմ ասին օրեն գսեմ որ իմ անձնական քայլն է Եթե դու նույն ապա մոնից դերմդ կցավի որ չերտաս զորով չծածնես ես բժշկված եմ թող Աստված առաջնորդի քեզի Ես քեզի գտամ որ խոսքը մնացածը թող Աստված առաջնորդի քեզի պետք է շիդակ քայլանես բայց ես ադի ինչ որ գսեմ որ ասի օրինակ է որ նայր եթե նույն ցևով ես գիտնայի որ Հիսուսի վերքերով բժշկված եմ եւ ասեի նայր ասեի որ մինչև ցավը երթա ես զունգի գուկամ Եվ ես կհավատամ որ բժշկված եմ Նորեն հավատքի չափ է ասի Հավատքի չափից համաձայնալ գործողություն մի դնեի Ինչ բիճիշտ էի զունգի մինչև Այսինքն մեր կյանքին մեջ Ամեն բան որ հավատքեն է պիտի կորձեր ունենա Վերապերմունք, խոսք, մտածելակերպ Մի խաբերտուն քեզի եթե ինչ որ բնակավարի մեջ Գսես որ ես կհավատամ որ բայց քո կորձերդ վերապերմունքդ մտածումդ Համաձայն չէ Մի խապեր հավատք չի գա, գրնալալ հույս կա, բայց հավատքը գհաստադե որ ադի ադանգ է։ Ադորամար բիդի նայիս, կնես և նայիս, ատ հարցին մեջ, ատ իրավիճակին մեջ, ես հարց կուտամ որ իմա քեզի իսկաբես կհավատաս, ադոր բադասխանը ինչ խոսեցան գերգուշապատ առաջ, լսելու մեջ ծանր եղեք, բայց խոսելու մեջ արակ մի լակ, ադոր բադասխանը շատ արակ մի դար, այլ մեկ հատ մտածե և քննե Եթե կհավատաս ադոր համաձայն գործողություններ կտեսնես կյանքիդ մեջ Նորեն գսեմ որ անպայման կորզնական բանը չէր ինչպես Եղիան հրավ բայց քու մտածելակերպդ խոսքդ ատ իրավիճակին հանդեպ ուրիշ է Ինչու որտեղ դու կհավատաս դեռ չի եղած բայց կխոսիս Այսպես է Այն հավատքը, որ կբացատրի Աստվածաշունչը սիրելիներ, ինքը բնական չէ, քերը բնական է։ Եվ ամեն ինչ որ բնական է, հավատքի մեջ չի գա։ Այն ինչ որ երևելի է, հավատքի մեջ չի գա։ Որովհետև հավատքը ադոր համար է, որ չերևցած բաները իրականանան։ Շատ աղվոր քնություն է ասի սիրելիներ։ Ելիր, աղոթքը չշարունակե։ Այսօրվա վերնակիրը Եվ այս ամեն խոսազնովս քննե Ուր ինչպես Երբ ինչու Շատ ինչուներու պատասխան գրնալալ հոս կդար Ինչ որ մենք խոսեցանք Շատ դիթեյլներ կար այսօրվա խոսքի մեջ գիտեմ Պետք էր իրավ ես լավ լսեիր Եվ հիմա ատ բաժինը միտքս եկավ Ետ ինչու շեմ գիտեր Ատ բաժինը որ ես ասի Աստուծո կամքը գուտա քեզի համարձակություն Բայց երբ ատ իրականության առջև գենաս որ քու կամքդ Գահագասե գոր իր կամքին Ատ եկու Դեղ քայլիտ բաջարը արդեն Բիդի ազատ արցակես Ասես կու կամքը տլայմ կյանքիս մեջ Հասկացար ինչու շատ անգամ աղոթքը չի պատասխանվիր
Ոչ թե որովհետև Աստված չուզեր որ պատասխանել, քու կամքիդ եւ իր կամքին մեջ կոնֆլիկտներ կան։ Ուրիշ բան ասեմ, պատասխանելը քեզի լավ չլար։ Ես մեկ հատ հիմա բան հիշեցի քարոզեմը, որ քարոզերեմ հայր մեր աղոթքը ներման մասին էր, որ խոսեի, որ հայր մեր աղոթքի մեջ գրված է ները ինձ ինչպես ես կներեմ, եւ հոնդեղը հիշեցի, որ ես կսեի, որ եթե չի ներես, Աստծո տունսել գուզես կոր, ինչպես ես կնեմ, որ տունա ինձ իրե, այդ աղոթքը ավելի լավ է չաղոթես, այդ չապով, որ տուն չապես կոր, այդ չներման չապով, Աստծո գսես կոր, ինչպես որ ես կներեմ գոր տունա ները, այսինքն, ինչպես որ ես գնեմ գոր, ինչպես ես կվերապերվիմ գոր, աս հարցին շուրջ, ներումի շուրջ, տունա նույնն է, նույնն է նաև այս բաներում մեջն են, երբ որ մենք Աստուծո մեր բաներ կխնդրենք, որ իր գամքի համաձայն չէ, սիրելիս, այսօր տուն աղոթքի մեջ համարձակություն չունի շատ բաներում մեջ, որովհետև իր գամքի համաձայն չէ։ Բայց Աստծո խոսքը եկավ քեզ այսօր համարձակություն տալու։ Այն բանը, որ գիտես Աստծո գամքի համաձայն է, ունիս համարձակություն քնա եւ առանց կենալու զարգտուրը։ Ամեն։ Եվ այսպիսով սիրեներ, հավատացինք ադորամար խոսեցանք։ Եվ որպես այսօրվա վերջին խոսք քաչալերական խնդրեմ ոտքի գնանք։ Հիսուսի անունով գաղութեմ աղոթքի կյանքիդ մեջ վերագանքտում կա, զորություն կա, համարձակություն կա, բոլոր անոնք, ինչ որ նյութերու մեջ, որ հուսահատվեր էիք Հիսուսի անունով, թող Տիրոջ հույսը ձեր վրա կա։ Այն դեղերը, որ այսօրվա վերնակիրը քեզի համար էր, ելիր աղոթքը չշարունակե։ Հիսուսի զորավոր անունով այսօր գաղոթեմ, որ այդ ելլելու զորությունը կա Տիրոջ մեկ ու վրատ։ Լսե, այսօր ես քեզի լավ լուր դամ, գրնալալ 10 բաժար ունեիր, որ նստեր էիր, այսօր անսահման բաժար ունիս, որ ելլես եւ շարունակես աղոթքը տնելու։ Ինչու հովիվ, որովհետեւ Աստված ունի կամք այդ նույնին շուրջ, այդ իրավիճակին համար եւ այլն։ Բայց սիրելիս, ինչ է Աստծո կամքը ադորամար։ Ինչ է Աստծո կամքը այդ հարցին համար։ Եթե չես գիտեր, ավելավ է գիտնաս։ Ավելավ է ինչ պետք է ադորամար անես։ Աստվածաշունչը է պատասխանը։ Ավակիդ հարցնես, մի օդարացներ, քիչ առաջ ադի էր նույնպես։ Մի օդարացներ քո հարցերդ Աստծո մե, ամեն բան թող Աստծո հետ հարազատ լակու նյութերդ։ Ցանկացած նյութ օդար թող չլակու կյանքեդ, թող ամեն բան Աստծո արչեւը լա հստակ։ Ներկայացուր Աստծո ամեն հարցերդ։ Ամեն։ Եվ նայեցեք վերջին խոսքը ինչ է։ Հակոբոս 5-րդ գլուխ 16-րդ խոսք։ Ձեր հանցանքները իրար խոստովանեցեք ու աղոթ կրեք իրարու համար, որովհետեւ բժշկվիք։ Բայց շեշտը որ պիտի շարունակությունն է։ Սիրելի ժողովուրդ, արդարին չերմերանտ աղոթքը շատ աստեցություն ունի։ Արդարին չերմերանտ աղոթքը։ Եվ պետք է մեջ բերեմ ով են այդ արդարները։ Ոչ թե իրենց կորձերով արդարացած, բայց Քրիստոսի արյունով արդարացած ժողովուրդը։ Նայեցեք սիրելիներ, այսօր ես ձեր առջև գեցած Աստծո խոսքի համաձայն վերջնականապես արդարացած եմ ոչ թե իմ կորձերով, բայց Քրիստոսի արյունով եւ նույնպես դուք։ Ադորամար հոս համարցակ կսե արդարին չեր մեր աղոթքը։ Ով էր այդ արդարը, որ գրծավ արդարանալ եւ գենալ աղոթ քնել եւ իր աղոթքը աստեցություն ունենա։ Բոլոր անոնք, որոնք խոնարեցան եւ Քրիստոսը արդարացուց իրեն արյունով, գսե այդ մարդիկ երբ աղոթ կնեն։ Բայց բանը ասեմ։ Գրված է չերմերանտությամբ։ Իսկ ես քեզ ուրիշ բան ասեմ, դու չես կրնար չերմերանտորեն աղոթ կնել բանիմը շուրջ, որ հավատ չունիս։ Չերմերանտ աղոթ գիտես ինչպես է։ Ճիշտ ինձ ինչպես կտեսնես կորանանգ է։ Հիմա, այսինքն, չերմերանտ աղոթքը ասվորտուն
Պիտի շարժես դեղեն անես ամեն բան ատ հավատքն է, որ տուն ամեն ինչ երևույթով չի ադի չի հարցը, հոս սիրտը, որ տուն գաղաղագես, գաղաչես, գիտես, վստահ ես, որ ու գաղաչես կոր, կուզեմ ադիգա, ադի ինձինն է, ասանք աղոտ կգորդի ցայնը կբադրվի, աղոտները։ Գսե չերմերանդ աղոտ կա արդարին, ունի աստեցություն, դերևս տուն աշճապ երևույթը չէ, հոս է, ժողովուրդ, հոս է, Տուն մեկա դասանք հանդարտությամբ մեկա չերմերանդ աղոտ մը գրնասնել, ադի չի հարցը, օքեյ, հիմա չերտաս չսես, ես հովիմ մեզ չեմ գերևա չերմերանդ չեմ, չէ, ադի չէ, հոս, որ հավատքը այնքան է, որ տուն չես կրնար չերմերանդ օրեն չաղոտ ես ադոր մասին, սիրելի ժողովուրդ կսե աստեցություն ունի ծեր աղոտքը, այսինքն ամեն ժամանակ ասկև է չեր ծեր աղոտքին գմտնեք, եդ նոր թարմ օրեն արժեքը գիտեք դուք ուր մդերեք, դուք ինչ կնեք կոր, դուք որու գխոսիկ կոր, ով է այն գլխակիրով մեկը, որ գսե, որքան հաբա աստված գսե, իրավունք պիտի չին է իր ընտրյալներուն, անոնք որոնք իմ գամքը կպնդրեն, անոնք որոնք իմ գամքի համացեն գաղոթեն, աստված իրավունքը նող աստված է, ելիր աղոտքը չարնագե, Գխնդրեմ բարաբանության խումբը կա Հալելույա Եկեք ասանք գետրոնանանք չէ աղոտքի մեջ լանք ամեն խոսածներս չէ որ տուն գարիք ունիս մտածելու գարիք ունիս նայելու ինչի մասին ես խոսեցա որ մեկ բնակավարներուն Ուր թատրած ես աղոտքեն, որ պետք է շարնագես Եկեք կոցենք մեր աչքերը գետրոնանանք աստծո վրա երկրբակենք իրեն Մեր աստված մեզի հետ է և իր խոսքը, որ գլուսավոր է մեր ճանապարհը ամեն ժամանակ մեզի հետ է և իսկապես մենք գոհությունով գեցած ենք քո առջև ով աստված Հիսուս Քրիստոս դեր և բրգիչ Քեզի հուսացող, քո խոսքին հուսացող, քո ժողովուրդը գեցած է քո առջև Հավիդյան եթե մտածենք քո արդարությանդ մասին քիչ է դեր Դու իրավունքի աստված ես Ես հիմա կբերեմ քո առջև ամեն մեկ եղբայրս քույրս Սրդանց բոլոր անոնք որ մեզի գտիտեն գոր բոլոր անոնք որ այստեղ են Ամեն մեկուն աղաչանքը, աղաղակը, աղոտքը, հարցերը, իրավիճակները, ով աղոտ լսող և աղոտքի պատասխանող աստված, մենք երկյուղազությամբ քո առջև գեցած ենք, որովհետև մենք մարդ ենք և տուն աստված ես և մենք կհասկանանք, որ քեզի համար անգարելի բան չի կա, բայց մարդուն համար շատ բան, որ անգարելի է, քեզի համար կարելի է։ Եվ հիմա ասի այն ժամանակն է, որ մենք հավաքենք մեր ուժերը քո ներկայության մեջ, թարմանանք, զորանանք, հույսով լեցվինք, քո կամքդ օրհնյալ մեր կյանքերում մեջ լա դեր։ Հալելույա։ Երկնավոր Հայր, Հիսուս Քրիստոսի անունով ես կաղոթեմ Ցանկացած իմ եղբորս քրոջս համար, բոլոր ընտանիքներուն համար այստեղ Հիսուս Քրիստոսի անունով քո կամքդ ինչպես երկնքի մեջ, այնպես էլ երկրի վրա իրենց կյանքերու մեջ թող քո կամքդ կատարվի դեր Կբերեմ քո առջև իրենց կյանքերը, իրենց կյանքի ամեն բնակավարները եւ գսեմ թող քո կամքդ լա դեր Թող այսօր Հիսուս Քրիստոսի անունով դու զորացնես իրենց ցերկերը, ոտքերը Եվ տուն իրենց բարձրացնես այն աղոտքի դեղը, ուր որ տուն կանչերես ամեն մեկուն որ լա, այսօր իմ աղոտն է, որ քու եկեղեցիդ եւ ամեն մարդ այն աղոտքի թիրքի մեջ լա, որ տուն կանչերես որ լանք, արթուն, զարթուն, հայրերը իրենց տեղը, մայրերը իրենց տեղը, զավակները իրենց տեղը, ժողովուրդը, որ աղոտքի տուն կգոչվի եւ քու կամքը, որ օրհնյալ է ամեն ժամանակ մեր մեջ թող բնակվի Հիսուս Քրիստոսի անունով
ողջ վարկը, ողջ զորությունը, արքայությունը Բարձրացրու քո ձայնը Քոնն է ողջ վարկը, ողջ զորությունը, արքայությունը Ամենակարող Աստծո քոնն է